Սա Հայաստանի ֆունկցիաների մեջ դրված է, որ պետք է միշտ լինի հակաթուրքական։ Ո՞վ ասեց, բա ի՞նչ պետք է լինի, եթե պետք չլինի հակաթուրքական։ Թուրքը քո հողերի վրա նստած է։ Ինչ է նշանակում հակաթուրքական։ Դա անհնարին է չլինել հակաթուրքական։ Ցեղասպանություն է իրականացվել իմ ժողովրդի հանդեպ, իմ հանդեպ ցեղասպանություն է իրականացվել։ Ես չեմ ծնվել այնտեղ, որտեղ պիտի ծնվեի։ Ինչպես ոնց կարող եմ ես չլինել հակաթուրքական։ Ծնվածուս օրվանից հակաթուրք եմ ես, չեմ կարող չլինել, որովհետև թուրքը չի շտկել այն հանցագործությունը, որ գործել է իմ նկատմամբ։ Ես երբ որ Սիսում էի, տղա ջան, Սիսում, իմ հոր ծննդավայրում, իմ հայրն էլ է ծնվել այնտեղ, ոչ թե ես 7-րդ սերունդն եմ։ Ես թուրքերի հետ երբ որ խոսում էի, ասում էի, ես պիտի ստեղ ծնվեի, բայց ի՞նչ ծնվա։ Ինչու չծնվեցի ես։ Ո՞րն է պատճառը։ Տեղի է ունեցել հանցագործություն, հանցագործության պատճառով ես չեմ ծնվել այնտեղ։ Որովհետև իմ հորը վդարել են այդ երկրից, արտաքսել են այդ երկրից, ոչ հերս, ոչ հորեղբայրս, ոչ պապս հանցագործություն չեն գործել Օսմանյան կայսրության նկատմամբ, բայց իբրև հայ իրենք արտաքսվել են։ Իրենց կյանքը վտանգի տակ է եղել, իրենք հազիվ կարողացել են մազապուրց, ինչպես ասում էր Վազգեն Սարգսյանը, մազապուրց լինել։ Այդ սխալը Թուրքիան իր հզոր պետականությամբ չի շտկել։ Ընդհանրապես ասվա շատ լավ, շատ նորմալ է, իրենք իրենց կամքով գնացել են, ինչպես Ադրբեջանն է ասում, չէ՞, Ղարաբաղը իրենց կամքով գնացել են։ Բոլորին էլ ցույց բանով չէ, քեզ նման լրագրողին ասում, դուք ձեր կամքով եք, չէ՞ գնում, այո, իրենց կամքով են գնում, կարող ուրիշ բան ասեին։ Ես ո՞նց կարող եմ չլինել հակաթուրքական։ Դա Թուրքիայի մեղքով է, որ ես հակաթուրքական եմ, ոչ թե Սովետի Ռուսի մեղքով է, որ ես հակաթուրքական։ Իրանք չեն սադրել։ Բացարձակապես ինչ պիտի սադրի։ Ինչ պիտի սադրի ինքը։ Ես չեմ տեսել, որ Ռուսը երբևիցե ինձ սադրի հակաթուրքական։ Առաքելոց վանք։ Այսինքն ես, տղա ջան, ես ծնվել մեծացել եմ ստեղ, ծնվել մեծացել եմ մի ընտանիքում, ես չեմ էլ իմացել, որ ստեղ ռուսերեն գոյություն ունի։ Ես մինչև դպրոց գնալս չեմ էլ իմացել, որ ռուսաց լեզուն դի անցնեմ։ Բայց ես հակաթուրք եղել եմ արդեն մինչև 7 տարեկան։